Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր երկու կարևոր հարցերի պիտի պատասխանենք Աստվածաշնչով, որը որ շատերին է հուզում։ Առաջի հարցը սա է. արդյոք մեռնելուց հետո մարդու հոգին շրջում է երկրի վրա 40 օր։ Իսկ երկրորդ հարցն էլ սա է. արդյոք քահանայի աղոթքը այսպես կոչված հոգեհանգստի արարողության ժամանակ կարող է փրկել հանգուցյալի հոգին։ Ճիշտ է, թեման շատ նուրբ է, բայց միաժամանակ նաև շատ կարևոր է։ Չգիտեմ ով ոնց կհասկանա, բայց ես հասկանում եմ այնպես, ինչպես որ գրված է Աստվածաշնչում։ Եվ ես չեմ կարող ավետարանում գրված որևէ խոսքը ծռել եւ իմ սրտի բարեմաղթանքները հայտնել ձեզ։ Քանի որ Հայտնության գլուխ 22-ի 18-ից 19 համարներում այսպես է գրված. որովհետև ես վկայում եմ ամենին, որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը, եթե մեկը բան ավելացնեն սրանց վրա, Աստված կավելացնի նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են։ Եվ եթե մեկը այս գրքի մարգարեության խոսքերը բան պակասեցնե, Աստված կպակասեցնի նրա բաժինը կյանքի գրքիցը եւ սուրբ քաղաքիցը եւ այս գրքում գրվածներիցը։ Ինչպես նաեւ լսում են Գաղատացիս 1-ին գլխի 8-րդ խոսքում, առաքյալն ասում է, բայց եթե մենք էլ կամ երկնքիցը մի հրեշտակ ավետարանեց ձեզ նրանից ուրիշ, քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ, նզոված լինի։ Այսինքն ժողովուրդ ջան, ես հաստատ ոչ կուզենամ նզովքի տակ ընկնեմ, ոչ էլ կուզենամ, որ իմ բաժինը կյանքի գրքից պակասած տեսնեմ։ Եվ այս թեման, որի շուրջ պիտի խոսենք, չգիտեմ անգամ ինչպես վերնագրեմ, դառը իրականություն, թե քաղցր սուտ, թե ինչ որ ավանդույթ մեր հայրերի կողմից եկած, որը պարտադիր պետքա պահել։ Դրա համար կխնդրեմ նրանց, ովքեր որ կլսեն այս հաղորդումը, թող չշտապեն արձագանքելու։ Եթե հաղորդումը քննելուց հետո կզգաք ինչ որտեղ, ինչ որ հարցում էլ սխալվում եմ, խնդրեմ, կարող եք արձագանքել, բայց միայն աստվածաշնչյան համարներով։ Բաց արեք գիրքը եւ ցույց տվեք այն տեղերը, թե ինչ է նշանակում 7 եւ 40։ Արդյոք Աստվածաշնչում գրված 7 կամ 40 թվերը կամ էլ օրերը ինչ որ կապ ունեն մեր այսօրվա կատարած 7 եւ 40 արարողության հետ։ Շատ ցանկալի է, որ նրանք էլ ովքեր որ լսում են այս հաղորդումը, սկզբից ինքներդ ձեզ հարցնեք. ինչ է նշանակում 7 եւ 40։ Մի պահ խնդրում եմ կանգ առեք։ Փորձեք այս հարցի պատասխանը տալուց հետո նոր շարունակեք լսել այս հաղորդման մնացած մասը։ Ինչ գիտեք 7-ի եւ 40-ի մասին։ Տարվա մասին դե խոսք չկա, քանի որ մարդու մեռած օրը միշտ էլ հիշվում է։ Մինչև տարին լրանալը եւ տարին լրանալուց հետո էլ մարդիկ գնում են գերեզմաններ։ Հողարկավորության առաջին օրն էլ, որ հաց են տալիս, էլի նորմալ է։ Հաջորդ օրն էլ, որ այցելում են սքավորներին մխիթարելու, դա էլ է պետք։ Դրանից հետո էլ եթե կարիք է սքավորին էլի մխիթարելու, էլ մխիթարեք, էդ էլ վատ չի։ Բայց այն ինչը որ վերաբերվում է նրան, որ պարտադիր պիտի 7:40 կարվի, ասեք տեսնեմ, դա ինչ է նշանակում, որ շատերի մեջ էլ ինքան խորն է նստած, որ թեկուզ փող էլ չունեն, բայց պարտքով էլ լինի պարտադիր պիտի անեն։ Ով կարա ասի, ինչի վրա է հիմնված այս արարողությունը, ժողովուրդ ջան, սրա հիմքը ո՞րն է։ Գիտեք, ես հարցը շատերին եմ տվել, ու ցավը նրա մեջ է, որ մեծ մասը կամ չգիտի, կամ էլ գիտի այն, ինչը որ ես գիտեի առաջ։ Այսինքն իբր թե մարդը մեռնելուց հետո 7 օր իր տան մեջ է մնում, այնուհետև մինչև 40 օրը լրանալը Հիսուս Քրիստոսի պես իբր թե երկրի վրա մանա գալիս, այնուհետև համբարձվում երկինք։ Էլ չեմ ասում, որ մինչև տարին լրանալն էլ մեկ էլ երկնքից այցելություն անում երկիր։ Եվ միայն տարին լրանալուց հետո այդ ժամանակա, որ հոգին վերջնականապես մտնում է իր հանգիստը։ Ինձ մի բան է հետաքրքիր, այս ինֆորմացիան, որ ես ունեմ, բոլորի մոտ նույնն է, թե տարբեր է։
Եթե ձեզ էլ ուրիշ բան են պատմել, ասեք խնդրեմ, ինչա մեր իմացած ինֆորմացիաները իրարից տարբերվում։ Ես այսպես եմ կարծում, եթե քահանաները այսօր հոգեհանգստի արարողություն են անում, որպեսզի ինչպես որ շատերն են ասում, Աստված հոգին լուսավորի, ուրեմն պետք է որ 7-ի եւ 40-ի գաղափարն էլ նրանցից դուրս եկած լինի եւ ունենա սուրբ գրային հիմք։ Քանի որ քահանան, ինչպես որ սուրբ գիրքն է ասում, Տիրոջ դեսպանն է եւ պետք է որ ժողովուրդն էլ նրանից գիտություն սովորեր։ Բայց եթե քահանաներից է դուրս եկել այս հեքիաթը, ուրեմն ասեմ ձեզ, որ մենք դեռ շատ հեքիաթների պիտի անդրադառնանք։ Ժողովուրդ ջան, եթե ձեր մոտ էլ է այս նույն ինֆորմացիան, որ ասում են մեռնելուց հետո մարդու հոգին երկրի վրա շրջում է 40 օր այնպես, ինչպես որ Հիսուս Քրիստոսն էր շրջում երկրի վրա իր հարությունից հետո, եթե իրոքից սրա վրա եք հիմնված, ասեմ որ մոլորված եք։ Եվ սա Աստվածաշնչյան ոչ մի հիմք չունի։ Ինչի համար։ Քանի որ Հիսուս Քրիստոսը երկրի վրա հարությունից հետո շրջում էր մեզ համար տեսանելի մարմնով։ Իսկ նրանք էլ ովքեր որ մարդու մեռնելը նմանեցնում են Հիսուս Քրիստոսի հարության հետ, թող այս համարները լսեն եւ ամեն ինչ պարզ կլինի։ Հիմա ես կկարդամ Ղուկասի ավետարան գլուխ 24-ի մեջ այն պահից սկսած, երբ Հիսուս Քրիստոսը հարությունից հետո երևում է իր աշակերտներին։ Ղուկասի ավետարան գլուխ 24, 36-ից 39 համարները լսենք։ Եվ նրանք այս խոսելիս Հիսուսը ինքը կանգնեց նրանց միջումը եւ նրանց ասեց. «Խաղաղություն ձեզ»։ Հիմա ասեք տեսնեմ, ում կյանքում է նման բան կատարվել, որ իր ննջեցյալ բարեկամներից մեկը Հիսուսի պես երևան նրան ու խոսի նրա հետ։ Շարունակենք։ Եվ նրանք զարհուրելով վախեցած համարում են, թե ոգի են տեսնում։ Եվ նրանց ասեց. «Ինչու եք շփոթված, ինչու համար խորհուրդներ են վեր կենում ձեր սրտերումը։ Տեսեք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ։ Շոշափեցեք ինձ եւ տեսեք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկեր չունի, ինչպես ինձ տեսնում եք, որ ունեմ»։ Տեսեք ինչ պարզ է գրված։ Հիսուս Քրիստոսը հարությունից հետո մարմնով գալիս է իր աշակերտների մոտ, նրանք էլ Հիսուսին տեսնելով, զարհուրելով, վախեցած մտածում են, թե հոգի են տեսնում։ Հիսուսն էլ նրանց ասում է. «Ինչ եք շփոթված, տեսեք իմ ձեռքերն ու ոտքերը, որ ես եմ, որովհետև հոգին մարմին եւ ոսկոր չունի, բայց ինձ տեսնում եք, որ ունեմ»։ Այսինքն Հիսուսը միանգամից իր ձեռքերն ու ոտքերը ցույց տալով մերժում է հոգու գաղափարը։ Դեմա ասեք տեսնեմ ժողովուրդ ջան, ինչ հիմքերի վրա են մարդիկ կարողանում Հիսուս Քրիստոսի հարությունը համեմատել մեռած մարդու հետ, ով ի տարբերություն Հիսուս Քրիստոսի գերեզմանում է։ Եվ ինչպես կարելի է Հիսուս Քրիստոսի երկրի վրա շրջելը հիմք համարել, որ իբր թե մարդու հոգին էլ է Հիսուսի պես իր մեռնելուց հետո շրջում երկրի վրա։ 40 համարից լսենք. «Եվ սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցույց տվավ նրանց, եւ քանի որ դեռ չէին հավատում, ուրախությունից եւ զարմացած էին, ասեց նրանց. Կերակուր ունեք ուտելու, կերակուր ունեք այստեղ։ Եվ նրան խորոված ձկան կտոր տվի նրան եւ մեղրախորիսկ, եւ առավ կերավ նրանց առաջին»։ Պատկերացնում եք, գրված անգամ հետները հաց կերավ, որպեսզի նրանք համոզվեն, որ հոգի չի իրենց առջևը կանգնած, այլ հենց ինքն է մարմնով։ Գործք առաքելոց գլուխ 1-2 խոսքից լսենք. «Մինչև այն օրը, որ Սուրբ Հոգու ձեռովը պատվեր տվավ իր ընտրած առաքյալներին եւ վերացավ, որոնց էլ իր չարչարանքից հետո իրան կենթանի կանգնեցրեց շատ ապացույցներով 40 օրվա միջոցով երևելով նրանց եւ Աստծո արքայության համար խոսելով»։ Հիմա ասեք տեսնեմ, մենք նման երևույթների ականատես լինում ենք այսօր։ Իհարկե ոչ։ Եվ քանի որ չկան նման դեպքեր, ուրեմն այն կեղծիքը, որ մարդու հոգին էլ իբր թե Հիսուսի պես 40 օր շրջում է երկրի վրա, հերքվում է։ Նման բան չկա։ Բայց որպեսզի ավելի ստույգ լինի, որ հոգին չի կարող երկրի վրա շրջել մարդու մեռնելուց հետո, եկեք լսենք եւս մի քանի համարներ, որովհետեւ մեր հիմքը պետք է լինի ոչ թե մարդու կողմից հնարված ավանդույթները, այլ Աստվածաշունչը։
Ղուկասի ավետարան գլուխ 23 42-ից 43 խոսքեր լսենք։ Երբ Հիսուսի հետ խաչվող ավազակներից մեկը խաչի վրա ապաշխարում էր, ասելով նրան. «Տեր, ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունովը»։ Ինչ է պատասխանում նրան Հիսուսը։ Եվ Հիսուսը ասեց նրան. «Ճշմարիտ ասում եմ քեզ, ստորակետ, դու այսօր ինձ հետ դրախտումը կլինես»։ Ժողովուրդ ջան, ինչի համար ասեցի ստորակետ։ Քանի որ նոր թարգմանության մեջ այդ մի ստորակետը կեղծում է ամբողջ ճշմարտությունը։ Ինչպես է կեղծում, ասեմ։ Եհովայի վկաների գրքում տեսեք որտեղ է դրված այդ ստորակետը։ Սենց է գրված. ճշմարիտ ասում եմ քեզ այսօր, ստորակետ, դու ինձ հետ դրախտում կլինես։ Սենց են բացատրում, այսինքն ես քեզ այսօր եմ ասում։ Ես քեզ այսօր եմ ասում, որ դու էլ իմ հետ ինչ որ մի օր դրախտում կլինես, բայց թե երբ կլինես, օր ու ժամ չի ասում։ Մթամ թե էլի։ Եվ ես խորհուրդ եմ տալիս ձեզ, ժողովուրդ ջան, որ նոր թարգմանությունը ընդհանրապես չկարդաք, որովհետև նոր թարգմանությունը ամբողջությամբ կեղծված է։ Եթե անհրաժեշտություն լինի, մի օր էլ դրան կանդրադառնանք, թե որտեղ եւ ինչն են կեղծել։ Բայց դուք տեսեք Արադ թարգմանության մեջ ինչքան պարզ է գրված։ Եվ Հիսուսը ասեց նրան. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտումը կլինես։ Դու այսօր ինձ հետ դրախտումը կլինես։ Չի ասում 40 օր հոգիդ երկրի վրա պիտի շրջի ու դրանից հետո նոր բարձրանա երկինք։ Կամ էլ չի ասում, հեսա իրար հետ մեռնելու ենք, մի 3 օրից էլ հարություն ենք առնելու, մի 40 օր էլ շրջելու ենք երկրի վրա ու դրանից հետո էլ համբարձվենք երկինք։ Նման բան չի ասում։ Հիսուս այստեղ պարզ ասում է Արադ թարգմանության մեջ դու այսօր ինձ հետ դրախտումը կլինես։ Եկեք երրորդ համարը լսենք, թե ինչպես է հոգին անմիջապես գնում այնտեղ, որտեղ որ իրեն սպասում են։ Եվ դա Ստեփանոսի քարկոծվելն է։ Եկեք լսենք ինչ ասում Ստեփանոսը մահից առաջ Գործք առաքելոց գլուխ 7 55-ից 58 համարներում։ Իսկ նա լցված Սուրբ Հոգով դեպի երկինքը նայեց եւ Աստծո փառքը տեսավ եւ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմումը եւ ասեց. Ահա տեսնում եմ երկինքը բացված եւ Մարդի որդին կանգնած Աստծո աջ կողմումը։ Իսկ նրանք մեծածան աղաղակելով խփեցին նրանց ականջները եւ միասին հարձակվեցին նրա վրա։ Եվ քաղաքիցը դուրս հանելով նրանք քարկոծում էին, եւ վկաները իրանց հանդերձները դնում էին մի երիտասարդի ոտների մոտ, որ Սողոս էր կոչվում, եւ քարկոծում էին Ստեփանոսին, որ կանչում էր եւ ասում. Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին։ Այսինքն Ստեփանոսը մեռնելուց առաջ տեսնում է երկինքը բացված, եւ մարդու որդին էլ Աստծո աջ կողմումը կանգնած, եւ ասում է. Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին։ Սա էլ մեկ անգամ վկայում է, որ Ստեփանոսն էլ գիտեր, որ իր մարմնից դուրս գալուց հետո անմիջապես երկինք է գնալու։ Ուզում եք ժողովուրդ ջան, որ ձեր կյանքի ավարտից հետո ձեզ էլ Հիսուսը դիմավորի։ Եթե ուզում եք, ուրեմն ապաշխարեք։ Քանի որ մի փոքր ուշ էլ կլսենք նրանց մասին, ովքեր որ մերժել են իրենց փրկությունը, ովքեր մերժել են Հիսուս Քրիստոսին եւ հայտնվել են այնպիսի միջավայրում, որը կոչվում է դժոխք։ Բայց մինչև դրան հասնելը եկեք նորից մի քանի հերքող համարներ էլ ընթերցենք այն կեղծիքի մասին, որ մեռնելուց հետո իբր թե հոգին շրջում է երկրի վրա։ Լսենք 4-ը, Ծննդոց գլուխ 25 7-ից 9 համարները։ Եվ սա է Աբրահամի կենաց տարիների օրերը, որ ինքը ապրեց 175 տարի։ Եվ Աբրահամը լավ ծերությամբ ալևորված եւ իր օրերիցը կշտացած ավանդեց իր հոգին եւ մեռավ, եւ իր ժողովրդին խառնվեցավ։ Եվ իր որդիքը Իսահակը եւ Իսմայելը թաղեցին նրան Մակփելայի այրումը։ Տեսեք ինչքան պարզ օրինակ է այստեղ գրված։ Ասում է Աբրահամը ավանդեց իր հոգին, այսինքն հոգին դուրս եկավ եւ մեռավ։ Ու խառնվեց իր ժողովրդին, հերթականությունը։ Հոգին դուրս եկավ, ինքը մեռավ ու խառնվեց ժողովրդին։ Այսինքն ինքը երկրի վրա չի։ Ու դրանից հետո, որ ինքը արդեն երկրի վրա չի, այլ իր ժողովրդի մեջ է, լսում ենք իր որդիքը Իսահակը եւ Իսմայելը թաղեցին նրան Մակփելայի այրումը։
Այսինքն Աբրահամը անգամ իր թաղումը չի տեսել, իրան միանգամից դիմավորել են, տարել են։ Մի հատ համայ լսենք Երկրորդ Օրինաց 32 գլխի 50-րդ խոսքից։ Երբ Աստված Մովսեսին ասում է. «Եվ մեռիր քո վեր ելած սարի վրա եւ քո ժողովրդի վրա ավելացիր, ինչպես որ քո եղբայր Ահարոնը հովր սարի վրա մեռավ եւ իր ժողովրդի վրա ավելացավ»։ Սա էլ 5-րդ համարն էր, որ հերքում է երկրի վրա մարդու հոգու շրջելը։ Եթե այսքան համարներ լսելուց հետո էլի չհամոզվեցիք, որ մեռնելուց հետո հոգին չի կարող երկրի վրա շրջել, եկեք մեկ համար լսենք Աղքատ Ղազարոսի եւ Հարուզ Մեղավորի պատմությունից, թե մեռնելուց հետո ով որտեղ է հայտնվում։ Եվ մեր երկրորդ հարցի պատասխանն էլ այստեղ կարող եք գտնել, թե արդյոք կարող է քահանայի աղոթքը փրկել չապաշխարած մեղավորին։ Բացի Ղուկասի ավետարան գլուխ 16, 19-ից 31 համարը։ Եվ մի հարուստ մարդ կար, եւ շատ ազնիվ ծիրանի եւ բեհեզ էր հագնում, եւ ամեն օր փառավոր զվարճություն էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս, որ նրա դռան մոտ գցված էր խոցերով լիքը, եւ ցանկանում էր իրան կշտացնել այն փշրանքներիցը, որ հարուստի սեղանից ընկնում էին, այլև շներն էլ գալիս են եւ նրա խոցերը լիզում են։ Եվ եղավ, որ աղքատը մեռավ, եւ հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը։ Հարուստն էլ մեռավ եւ թաղվեցավ։ Եվ դժոխքումը միշտ անջանքի մեջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հերվանց Աբրահամին տեսավ եւ Ղազարոսին էլ նրա գոքումը։ Այսինքն այստեղ Հիսուս Քրիստոսը խոսում է երկու ճանապարհի մասին, որոնցից մեկը տանում է փրկություն, իսկ մյուսն էլ տանում է կորուստ։ Լսենք 24 խոսքից։ Եվ նա աղաղակեց եւ ասեց. «Հայր Աբրահամ, ինձ ողորմիր եւ Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջե ջրով եւ իմ լեզուն հովացնե, որովհետեւ այս կրակի բոցի մեջ տանջվում եմ»։ Աբրահամն էլ ասեց. «Որդյակ, հիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կյանքումը եւ նմանապես էլ Ղազարոսը չարչարանքները, եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եվ ի վերա այս ամենայնի մեր եւ ձեր մեջ մեծ անդունդ է հաստատված, որ այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան եւ ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն»։ Ժողովուրդ ջան, հիմա եթե Հիսուսն ասում է, որ դժոխք ընկած մարդը այլևս փրկվելու հնարավորություն չունի, ավելին ասեմ, ինչ որտեղ գնալու կամ գալու հնարավորություն էլ չունի, ինչ է կարծում, քահանայի աղոթքը կարող է չփրկվածի համար, ասենք, լուսավորություն լինել։ Կամ միթե հարուստի համար աղոթող քահանա չի եղել։ Կամ դուք երբևէ տեսել եք մի հարուստի թաղում, որտեղ քահանա չլինի։ Իմ կարծիքով այս թաղումը ամենաշքեղ թաղումներից մեկն է եղել, որտեղ ոչ մի բանի պակաս էլ չի զգացվել։ Բայց ահա տեսեք, որ այս մարդը դժոխքում է հայտնվել։ Հիմա ժողովուրդ ջան, շատերս մեծ ծախսեր ենք անում 7-ի եւ 40-ի վրա, կարծելով թե մեր հարազատները մեզ տեսնում են ու լսում են։ Բայց արի տես, նրանք մեզ ոչ տեսնում են, ոչ էլ լսում են։ Ու լա չգիտենք, թե նրանցից ով որտեղ է հայտնվել։ 27 խոսքից լսենք. «Եվ ասեց. ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դրան ուղարկես իմ հոր տունը, որովհետև ես 5 եղբայր ունեմ, որ նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան այս տանջանքի տեղը»։ Տեսեք ժողովուրդ ջան, մարդը տանջանքի տեղում մտածում է ինչ անի, որ գոնե իր եղբայրներն էլ փրկվեն։ Բայց այդ պայն չգիտես եղբայրները ինչով են զբաղված, միգուցե անգամ նրա կենթանի կենացն են խմում, ինչպես որ ասենք մեր օրերում են անում այսօր, չէ՞։ 29 խոսքից լսենք. «Աբրահամը ասեց նրան. նրանք Մովսեսին եւ մարգարեներին ունեն, թող նրանց լսեն։ Նա էլ ասեց. ոչ, հայր Աբրահամ, այլ եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, կապաշխարեն։ Եվ նրան ասեց. եթե Մովսեսին եւ մարգարեներին ական չեն դնում, չեն էլ համոզվիլ, եթե մեռելներից մեկը հարություն առնե»։ Տեսնում եք, Հիսուս Քրիստոսը պարզ խոսում է ոչ թե ինչ-որ առակի մասին, այլ իրական պատմության, որը եղել է այս կյանքի ինչ-որ ժամանակահատվածում, ինչ-որ փուլում, որտեղ հիշատակվում է Աղքատ Ղազարոսի անունը, նրա ապրած կյանքը, պատմվում է հարուստի անցյալի, նրա մահվան, դժոխքի մեջ հայտնվելու եւ նրա չարչարանքների մասին։ Հարուստը ճանաչում է Աղքատ Ղազարոսին։
Անգամ խնդրում է, որ Ղազարուսը հարություն առնի եւ գնա իր եղբայրներին մոտ, որպեսզի պատմի նրանց դժոխքի մասին, որպեսզի նրանք էլ ապաշխարեն եւ չհայտնվեն այս չարչարանքների վայրում։ Բայց անգամ նրա խնդրանքն է մերժվում, ասելով թե նրանք Մովսեսն ու մարգարեները ունեն, թող նրանց լսեն։ Մեր օրերում էլ ժողովուրդ ջան, նույն բանն է կատարվում։ Աստվածաշունչը բոլորն էլ ունեն եւ քարոզողների պակաս էլ չկա։ Բայց մարդը այնքան է տարված մեղքի խաբեությունով, որ անգամ Աստծո գործած հրաշքների ու նշանների վրա էլ չի նայում։ Սիրելի հայրենակիցներ, լրջանալ է պետք։ Սա կատակ բան չէ, սա ձեր իսկ փրկության հարցն է։ Ես զարմանում եմ, ինչպես կարելի է նման հարցին մատների արանքով նայել։ Իմ կարծիքով այսքան համարները բավարար էին, որպեսզի հերքվի այն սուտը, որի փրթե մեռնելուց հետո հոգին շրջում է երկրի վրա։ Իսկ այն հարցին, թե քահանայի աղոթքով կարող է հանգուցալի հոգին փրկվել թե ոչ, որպեսզի ձեզ մոտ հարցեր չմնան, կարող ենք պատասխանել եւս մի քանի ուրիշ համարներով։ Ղուկասի ավետարան գլուխ 13-ի 5-րդ խոսքում այսպես ասում. Ոչ, ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, ամենքդ էլ այդպես կկորչեք։ Հիմա եթե մարդը չի ապաշխարել ու տենց էլ մեղքերի մեջ մեռել է, ժողովուրդ ջան, այդ մարդը գնում է կորուստ։ Ինչի համար? Որովհետև ինքը սիրում է մեղքը, ու առանց մեղքի իր կյանքը չել պատկերացնում։ Իսկ երկինք ինչը չի կարող մտնել։ Եկեք այս հարցի պատասխանն էլ լսենք Աստվածաշնչով։ Գաղատացիս 5-րդ գլուխ 19-ից 21 համարները։ Եվ հայտնի են մարմնի գործերը, որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպարակտություններ, բաժանմունքներ, չար նայվածներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողները Աստծո արքայությունը չեն ժառանգիլ։ Դե հիմա ինչքան ուզում է քահանան աղոթի, ինչքան ասենք ուզում է աղոթի այդ մարդու համար, եթե այդ մարդը մեղքը սիրում է, Հայտնության գլուխ 21-27 խոսք ասում է. եւ բնավ չի մտնի նրա մեջ ոչ մի անմաքրություն անող եւ պղծություն եւ ստություն գործող, բայց միայն նրանք, որ գառի կյանքի գրքի մեջ գրված են։ Լսենք առաջի Կորինթացից գլուխ 6-9-րդ խոսքից։ Կամ թե չգիտեք, որ անիրավները Աստծո արքայությունը չեն ժառանգիլ։ Մի խաբվեք, ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իքացողները, ոչ արուակետները, ոչ գողերը, ոչ էլ ագահները, ոչ արբեցողները, ոչ էլ նախատողները եւ հափշտակողները ասում են Աստծո արքայությունը չեն ժառանգել։ Եվ մի քանիսներդ այսպիսիներ եք, բայց լվացվեցաք, բայց սրբվեցաք, բայց արդարացաք Տեր Հիսուսի անունովը եւ մեր Աստծո հոգովը։ Ժողովուրդ ջան, ըննցել չէ էլի, որ մենք ասենք հավատացյալ ենք ծնվել ու մեզ սուրբի տեղ ենք դնում։ Մենք էլ նույն մեղքի բնություն ունենք։ Ու տենց էլ ասում է, որ մենք էլ ենք այնպիսին եղել։ Բայց ի տարբերություն շատերի գրված է, բայց լվացվեցաք, բայց սրբվեցաք, բայց արդարացաք Տեր Հիսուսի անունովը եւ մեր Աստծո հոգովը։ Եփեսացիս գլուխ 2-ի առաջի խոսքից լսենք. Եվ դուք որ մեռած եք հանցանքներումը եւ մեղքերումը, որոնցում մի ժամանակ գնում եք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Այսինքն մենք էլ ենք այդ նույն ճանապարհներով քայլել։ Մենք ձեզանից ոչ մի բանով ասենք լավը չենք, որոնց մեջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էին գալիս մեր մարմնի ցանկություններումը, մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնության բարկության որդիկ ենք, ինչպես ուրիշներն էլ այսօր, չէ՞։ Այտենց է։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած ենք հանցանքներում, մեզ կենթանի արավ Քրիստոսի հետ շնորհքով եք փրկված։ Հիմա նույն բանը, ժողովուրդ ջան, Աստված ձեզ ասում, որ դուք էլ կարող եք մաքրվել, սրբվել Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի չկորչեք։ Որովհետև երկինք մտնելու են նրանք, ովքեր ապաշխարել են, վերստին ծնվել են եւ Սուրբ Հոգու պարգևն ունեն, որն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն,
քաղցրություն, բարություն, հավատ, քեզություն, ժուժկալություն, գրված է այնպիսիների դեմ օրենք չկա։ Ժողովուրդ ջան, բոլորս էլ ունենք ննջեցյալներ, որոնց որ շատ ենք սիրում, ու շատ կուզենանք, որ բոլորն էլ փրկվեին։ Բայց եթե այս քաղցր ստին հավատանք, որ քահանայի աղոթքով նրանց հոգիները լուսավորվելու են, ասեմ, որ այստեղ էլ մեծ մոլորություն կա։ Եվ այդ մոլորությունը այն է, որ մենք էլ մտածելով, որ քահանայի աղոթքը կարող է հոգիներ լուսավորել, հավատացեք, որ մեղքերի մեջ էլ կմեռնենք, ու մեզանից ոչ մեկն էլ չի ապաշխարի։ Ու այս քաղցր ստին տրվելով, հավատացեք, որ մի օր էլ կբախվենք այն դառը ճշմարտությանը, որը կոչվում է դատաստան։ Ինչպես որ լսում ենք Եբրայեցիս գլուխ 9:27 խոսքում, մարդու համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանց հետո դատաստանը։ Այսօր այսքանը սիրելիներ, հաջորդին մենք խոսենք այլ ավելի կարևոր թեմաների մասին Աստվածաշնչով, թե ինչ է նշանակում կնունք, այլ կերպ ասած ջրի մկրտություն, խոսենք սրբապատկերներից, խոսենք ննջեցյալ սուրբերից, արդյոք կարող են նրանք հոր մոտ բարեխոսել մեզ համար, եւ ելի նման կարևոր բաներ, որը որ իրականում պետք է որ քրիստոնյան ասենք իմանա։ Լավ մնացեք, Աստված օրհնի մեզ բոլորիս եւ մեր երկիրը մինչ նոր հանդիպում։